ինչպես որ ասում ենք, իրական սերիալ, իրական կինո, չնախատեսվածից դուրս, այս վլոգ տարբերակի բոլոր սերիաները, ասում էի, չէ, շատ հետաքրքիր է լինելու, անգամ հարսանեկան վլոգ տարբերակներից, այո, իհարկե։ Տեսնում եմ, զգում եմ, հասկանում ենք բոլորս, թե ինչ ուշադրությամբ եք հետևում մեր վլոգների սերիաներին, առավել ևս Կարենիս ծննդյան վլոգների մասով, ինչքան շատ դիտումներ ունենք, ինչքան արձագանքներ, դե իհարկե, բնական է, որի համար անչափ շնորհակալ եմ ձեզ, սիրելի հետևորդներ։ Հետաքրքիր է, չէ՞։ Այո, ինչ որտեղ հուզիչ, հուզումնալից, որովհետև ամենը իրական է, իրական կյանք, մեր կյանքի ամեն մի իրական դրվագներով, որի միջով անցել ենք, կանք ու Աստծո կամոք դեռևս լինելու ենք։ Դե ինչ երկար սպասված, որ այնտեղ մեկնաբանություններում անդադ նշում եք, բա երրորդը, մարդիկ կան արդեն սպասում են 4-ին, 5-րդին, մի փոքր սպասեք, ամբողջը տեսանյութերը հավաքենք, մոնտաժեմ, ներկայացնեմ ձեզ, բայց այս պայդրությամբ։ Եվ ահա, այսպես, երեխայի ծննդյան, այս անգամ արդեն դուրս գրման, տուն դիմավորման, վլոգ, մաս, համար, երրորդ, գնացինք։ Այստեղ երեխայի ծնվելու հաջորդ օրն է, ասում էին հիվանդանոցում ոչ մեկին չեն թողնում վերև բարձրանան, մինչև բժիշկները խաբար եղան, ես մոտ 30 րոպե սենյակում երեխային գրկեցի, սիրեցի, վայելեցի, ուրախացա, հետո միջանցքում ինձ տեսան, ասեցին գիտես չէ, երեխայի մոտ չի կարելի, ասեցի եղավ շնորհակալություն, ես էլ չեմ մտնի։ Տեր Աստված, չեմ հավատում, որ այս ամենը իրական է։ Իմ ու իմ կյանքի, իմ Կարենչոյիս կյանքի առաջին հանդիպումը։ Աստված օրհնի այս պահը, մինչ իմ խոր ծերություն, որտեղ պետք է վայելեմ իր ներկայությունը։ Ուրեմն այսպես, ընկերներ ջան, հետևորդներ ջան, ինչ ենք անում, հələ մի րոպե, այսօր ամսի 29-ն է, երեկ 28-ն էր, մյուս օրը 27-ը որ ծնվեց Կարենչոս, մեռնեմ իր կյանքին, հա, հետո 28, հետո այսօր 29-ն է, վաղ ամսի 30-ը, վաղը դուրս են գրում մեր ձակուկներին։ Կարինկան ու Կարենչոս շատ լավ են, ինչ ենք անում, ես տանը մենակ եմ, պետք է հասցնեմ, լուրը լսելուց հետո շատ արագ կազմակերպեմ, ինչ կա չկա, այնքան գործ կա, ճիշտ է ամենը դասավորված իրեն տեղում են, բայց միած են սիրուն տեղը բերենք, տուն տեղ, դասավորություն, ձևավորումներ, դիզայն, դիմավորելու համար հետաքրքիր անակնկալներ, սկսեմ ինձանից խնամքից մի հատ բակը կարգավորեմ, այնտեղ նորից մի քանի բաներ կան, Կարենչոս չգա։ Իա, այս ինչ կեղտոտ պայծ դա։ Որտեղ գիտենք ինչ ենք անում, դե իհարկե մի հատ տատիկը մազերը ներկի, Կարենչո ջան համբերի, առաջինը արագ անցնեմ մազերս ներկելուն, փոխենք, հագուստս մազերս ներկենք, անցնենք առաջ, փոշը, գնացին գործերով։ Եկեք ինձ հետ միասին գնացինք։ Կարենչո ջան, սպասի, տատի մազերը ներկի, որ սիրուն, քիթից չարաճեցին ծիտիկ տատիկ։ Դե ինչ, ինչպես ասում ենք, մի հատ արագ թափով մազերս ներկեմ, ինձ կարգի բերեմ։ Հիմա վազելով գնացինք դուրս, ոչ մի բան չենք հասցնում, ահա որ խառը վիճակը, գնացինք հենց այս ձևով գործանելու։ Հլա այստեղ այս բակի վիճակը ով ինչ ուզե հանե թափե փռելա դրսում արագ հավաքեմ կարգի բերեմ մի հատ սիրուն տեսքը տեղը Այստեղ էլ գամակները ճոճանակները արդեն կապենք ծառերից բակի հանգստի գոտու գեղեցիկ տեսարանը ապահովելու համար ջրենք իմ հրաշք արծաթափայլ տոնածառները Արևային լույսերը տեղադրեմ բոլոր ծաղկամանների, ծառերի ներքո գեղեցիկ ձևավորման դիզայնի համար։ Հրաշք յասամանները սպիտակ, բաց կապույտ, թանաքագույն եւ այլ տարբերակներով գեղեցիկ կտրեմ, որպեսզի տանը եւ Կարինկայի սենյակում ձևավորման համար ծաղկամաններով տեղադրեմ։ Ապա երեկոյան ժամն է, որ հաջորդ օրը պետք է գնանք Կարինկայի եւ երեխայի դուրս գրման, բայց դե չենք համբերում ես ու Կարինկան, ինչպես ասում ենք, WhatsApp-ով, տեսած զանգով զրուցում ենք, շփվում ենք, երեխային է ցույց տալիս ու կարելի ասել իմ ուշքը գնում է ու այս պահին էլ ես աշխատավայրում եմ, աշխատանքի ժամանակ։ Եկեք մի պահ զգացմունքային, զգալով
գիտակցելով, հասկանալով, դիտենք այս կադրերը, այս խոսքերիցս հետո զգանք այն ամենը, ինչը զգում է տղաս, Նարեկը։ Այսինքն պատկերացնում եք տղամարդ, եթե կան էլի շատ լավ, բայց կարծում եմ քիչ տարբերակներ են, որ նման ոգևորությամբ, նման տարբերակով, այս ակտիվությամբ եւ այս սիրով պատրաստվում էին ոգևորված դիմավորելու իրենց ձագուկին, իրենց առաջնեկին, կնոջ հետ միասին, իր կյանքի ուղեկից, Կարինկայից, Կարենչոյից դիմավորելու համար նման ոգևորությամբ պատրաստվում էին։ Մի հատ նայեք, էլի, եկեք զգանք Նարեկի ներաշխարհը, ներսում ինչ է կատարվում եւ ինչ ոգևորությամբ է պատրաստվում, այդ ամենին ինքը ինքնուրույն իր ձեռքով, իր որոշմամբ, իր պատկերացմամբ ուղղակի խոսքեր չկան։ Պատրաստվում է Նարեկս հաջորդ օրվանը դիմավորելու երջանկություններին։ Ես երբեք կյանքում որևէ ժամանակահատվածում, առավել եւս բարձր տարիքում Նարեկին այսպես ոգևորված, ուրախացած, ոգեշնչված, անճանաչելի փոխված եւ տրամադրված չէի տեսել։ Կարծես լցված է մի նոր շնչով, մի նոր կյանքով իր ձագուկի համար։ Հապա տեսեք ինքնուրույն, ամբողջը գնել է, բերել, ներկայացրել, ձևավորման համար դետալներ, փուչիկներ, գրվածքներ, ինձ էլ իրեն հետ միասին կանչել է, որպեսզի օգնեմ, այս դեպքում անակնկալ Կարինկայի եւ երեխայի համար սենյակը պետք է ձևավորենք եւ ամբողջ պատկերացումները, միտքը, հնարքները որոշել է Նարեկը իր տարբերակով։ Մի հատ նայեք Կարենչոյից պապան ինչքան ոգևորված է, թե մինչ իր ծնվել է ամբողջ ղիրության ընթացքում, ծնված օրը, հաջորդիվ ժամերը ինչպես արդեն տեսել եք եւ իհարկե դուրս գրման եւ տուն դիմավորման պահը նույնպես։ Նարեկին ուրիշ ժամանակ, որ ասենք փուչիկ կփչես, կօգնես մեզ, կասեր իա կարող է ինձ ձեռ եք առել։ Հիմա տեսեք, այս ամբողջ փուչիկները մեծ ուրախությամբ փչել եւ պատրաստել է իր տղայի սենյակի ձևավորման համար։ Դե ինչ, գույնս գույն, ոսկե գույն, սպիտակ, կապույտ փուչիկները արդեն ամբողջությամբ պատրաստ են, պետք է կապենք միայն լենթերը։ Եվ ինչպես արդեն հասկանալի է, ամբողջ փուչիկները ամրացնում է առաստաղին։ Ինձ համար հետաքրքիր եւ զարմանալի է նաեւ այն տարբերակը, երբ որ Նարեկը շատ ոգևորությամբ այս ամենը անում է եւ ինքնուրույն, ինքնակամ նկարահանում եւ նկարահանվում է այս ամբողջ տեսարաններում։ Ինչ որ բան է փոխվում, ոնց հասկացանք։ Նարեկը այս ամենը Կարինկայի համար անակնկալ է պատրաստում, բայց խորամանկ լինելով Կարինկան անընդհատ զանգահարում է, քանի որ ինքը հասկացել է, թե մենք տանը ինչով ենք զբաղված։ Առավել եւս ուզում է WhatsApp-ի տեսազանգով շփվել մեզ հետ։ Լավ, ինչ WhatsApp-ով զանգել, չես տենում, ինչ եմ անում, գործ եմ անում։ Այ։ Վիդեոյի մեջ եմ էտի ասում, դեսի հետո կնայես։ Դե ինչ գրեթե ամբողջը պատրաստ է, փակցնում ենք արդեն բարի գալուստը։ Ապա տան գրեթե բոլոր հատվածները ձևավորում եմ միասամանե մեր ծաղիկներով։ Իսկ Նարեկը անցել է աշխատանքի վերջին դետալներին, այսինքն այս ուշ ժամին, ինչպես ասում են գիշերով դրսում ձևավորում է մեքենան, շատ հետաքրքիր գրվածքով իր տղային եւ կնոջը դիմավորելու համար։ Դե ինչ, արդեն հաջորդ օրն է, առավոտյան, ամբողջ ձևավորումները կատարված են, 30/04/2026 թիվ։
Եկեք բոլորով միասին նայենք, ուրախանանք, ոգևորվենք եւ գովաբանենք Նարեկի կատարած աշխատանքը իր կյանքի երջանկությունների համար։ Թող Աստված օրհնի, պահի, պահպանի այս նորաստեղծ ընտանիքը, մեր փոքրիկ Կարենչոյին, իր կյանքի սկիզբը եւ երջանկություն պարգևի հենց այս սենյակից սկսած, որտեղ եւ հիմք է դրվել իր ծնողների երջանկությունը։ Դե ինչ, ամենը կազմ ու պատրաստ է, հիմա պետք է պատրաստվենք մենք, քանի որ դեռ ամբողջ օրվա ընթացքում շատ հետաքրքիր եւ գեղեցիկ անելիքներ ունենք։ Աստված օրհնի բոլորիս։ Դե ինչ, արագ հագնվում եւ հարդարվում ենք արդեն մենք ինքներս, քանի որ ժամանակ չկա շուտ դուրս գալու համար։ Դե ինչ, ես արդեն պատրաստ եմ։ Կարենչո ջան, տատիկը գալիս է։ Դե Կարինկան էլ չի դիմանում, չի համբերում, անընդհատ տեսա զանգով զանգում է մեզ։ Անընդհատ երեխային է ցույց տալիս, որ էլ ավելի սիրտներս թուլանա։ Եվ ինչ, դե այսպես գնացինք, Աստված մեզ հետ։ Ճանապարհին էլ Նարեկը գնեց շատ գեղեցիկ կապույտ գույնով ծաղկեբութ Կարինկային դիմավորելու համար, տեսեք ինչ շքեղ է։ Եվ ահա, մենք ծննդատան բակում ենք, այստեղ մենք ունենք անակնկալ կրկին Կարինկայի մաման պատվիրել էր տիկնիկ խաղավար, որը էլ ավելի մեր տրամադրությունը բարձրացրեց։ Այստեղ են նաև արդեն Կարինկայի հարազատները, մորաքույր Քավորկին, հորաքույր Քերուկին եւ այսպես շարունակ։ Ինչպես տեսնում եք, ծննդատան բակում այնպիսի խառնաշփոթ էր, քանի որ նույն օրը կար նաև շատ այլ դուրսգրումներ։ Ուրախությունը տիրում էր բոլորիս մոտ համատարած, ինչպես երեխաների ծնվելու օրը նույնպես։ Այստեղ այս տիկնիկը ոնց որ լրիվ իմ օրի լիներ, ինչ չարություններ, չարաճճիություն, շարժումներ, պարել, ուրախանալ, ակտիվություններ ասես ցուցաբերում էր։ Տիկնիկը ման եկավ, հիմա էլ Կարենչոյից պապային Նարեկից գտավ ուրախանալու համար։ Այնինչ հետո բացահայտվեց, որ միջին է միջուկը, այսինքն տիկնիկի միջի մարդը աղջիկ է, ոչ թե տղա, երիտասարդ աղջիկ։ Լավ Կարինկան այս ամենը նախապես չի իմացել։ Թե չէ կթողներ երեխային հիվանդանոցը բժիշկներին արագ կիշներ ներքև, այնպես կչափարախեր տիկնիկի գլուխը կգլորվեր ամբողջ ծննդատան բակով։ Եվ ահա, վերջապես, ամենահուզիչ և սպասված պահը, Նարեկը դիմավորում է իր Կարինկային ձագուկի հետ միասին։
Նարեկի կյանքի ամենակարևոր պահը, րոպեները, վայրկյանները, իր ձեռքով գրկում է իր առաջնեկին, պատկերացրեք իր ապրումները, իր հոգեվիճակը։ Նարեկի ուշադրությունը ամբողջությամբ սևեռված է իր բալիկի, իր տղայի վրա, երևի թե նկատում եք, ինչ ոգևորված է և իրական երջանկությունը հենց այս տեսքն է ունենում։ Դե այս տիկնիկներ այստեղ իրան է կոտորում, պատրաստվում է դիմավորելու կարինկային երեխայի հետ։ Աստված իմ, ուզում եմ այս տեսարանը մեր կյանքում մի քանի անգամ, 10 անգամ, 100 անգամ և ավելին կրկնվի, անկրկնելի պահերն են սրանք մեր կյանքի։ Տեսար Նարեկ ջան, Աստծո, որ ասում է ամենը դեռ առջևում է, Աստված քեզ պարգևեց և հայր, և եղբայր, և քույր, և շատ հարազատներ, որոնք պակաս և բացակայ են քո կյանքում։ Դե ինչ, ձագուկից գրկած արդեն մեքենայում ենք, գնում ենք տուն, հեսա ես կխելագարվեմ, ուղղակի այս պահից այն կողմ իմ կյանքում չկա որևէ երջանիկ օր։ Աստված իմ, չգիտեմ ինչով եմ հատուցելու իմ կյանքում այս ամենի համար։ Ապա այստեղ հետարքիր անակնկալ մեր բոլոր դիտողների և հետևորդների համար, մենք անմիջապես չենք գնում տուն, ինչ է կատարվում, ինչ ենք նախապատրաստել, այնուհետև կտեսնեք։ Միայն կհուշեմ, մենք գտնվում ենք այն եկեղեցում, որտեղ պսակադրվեցին Կարինկան և Նարեկը, Շողակաթ եկեղեցում։ 2010 թվականից այս կողմ, այսինքն մեր շինարարությունը առաջնային կատարվել է 2010 թվականին, այն ինչպես ասում են մի փոքր, մի քիչ, ուղղակի պատերը կանգնեցնելով փոքր չափի երեխաներիս հետ միասին 2010 թվականի սեպտեմբերի 13-ին, ինչպես ասում են վիրավոր թռչունի պես փոքրիկ ձագուկներից առել եմ իմ թևի տակ և ծվարել այն ժամանակ ոչինչի չնմանվող ինչ-որ անհասկանալի փոքրիկ խրճիթում հենց այստեղ ուղղակի առանձնանալու աշխարհից պաշտպանելու իմ ձագերին և սկսելու մեր կյանքի նոր ուղին հենց այստեղից։ Բազմիցս խոսել եմ այս մասին, շատերը գիտեք այս պատմությունը, ինչի մասին է խոսքը և այնուհետև։ Հիմա արդեն այս տունը, այս շինությունը, այս շքեղությունը դեռևս իհարկե ունի շարունակություն կառուցման, նորոգման, ավելի գեղեցկացնելու շինարարական ընթացքի, բայց եկեք ներկայացնեմ կարճ, հակիրճ, որտեղից ուր հասանք և ինչի մասին է խոսքը։ Ինչպես կարելի ասել, այստեղ ենք սկսել մեր նոր կյանքը։ Ես իմ երկու երեխաներով, որտեղ չկար ոչինչ, ինչպես տեսնում եք այն հատվածում, քարեր, փշեր, անմշակ, օձ, կարիճ եւ ամենը։ Իսկ հիմա Աստծո կամոք, այն ինչը որ տեսնում եք, եւ սկսել ենք ապրել, ինքներս մեզ ապրեցնել։ Ուղղակի անորոշություն էր, չգիտենք հետո ինչ կլինի, բայց ես ինձ վրա վստահ էի։ Իհարկե, դե այս դեպքում Աստծո հավատքով, Աստծո օրհնությամբ։ Աստծո շնորհակալ եմ անսահման, բայց կար մի բաց թողնված կետ, որն է, ինչի մասին է խոսքը։ Այն, որ Աստծո օրհնությունը մեր տանն էր, մեզ հետ էր, ես դա զգում էի, թե չէ ուղղակի մենք չէինք գոյատևի, բայց կա մի բան, այո, իրական օրհնություն, որտեղ մշտապես բնակության այս տարիների ընթացքում մտածում ենք, պարտադիր պետք է օրհնել, ինչպես ասում ենք, աղոթել, շեմը, տնօրհնել, օրհնություն կատարել մեր տանը, մեր բակում, բոլոր այն հատվածներում, որտեղ ապրում ենք, որտեղ քայլում ենք, իսկ այն դեռևս հետաձգվում է, միգուցե պատճառ կար դրա համար, ինչպես ասում ենք, կար իր ժամանակը, եւ ահա եկավ այդ ժամանակը։ Մեր ձագուկի, մեր նոր մարդուկի հայտնվելը մեր կյանքում, իրական Տերը, Տիրականը, այս ամենի օրհնանքը հենց իր ծնունդով, իր ոտքով, որ պետք է գա մեր տուն, մեր շեմ, ժամանակն է, եւ մենք որոշեցինք
ուղղակի հենց այնպես երեխային չդիմավորել տուն։ Վերջապես ճիշտ օրն էր, այդ պահն էր, այդ ժամանակն էր, որ պետք է կատարեինք այս քայլը։ Իհարկե օրհնանքը, տնօրնեքը եւ Աստծո ներկայությամբ, Աստծո օրհնությամբ, ամենը մաքրելով, մաքրազատելով այն էներգիաներից, բացասական լիցքերից, մարդկանցից, ոգիներից, էներգիաներից, որը գիտենք իրական է, եւ միայն մեր ձակուկը, մեր Կարենը, իրական լիարժեք անդամը մեր տան նոր պետք է այցելիներ եւ այս արարողությունը կատարում ենք նման տարբերակով։ Տեսեք ինչքան հուզիչ է, գեղեցիկ է եւ ճիշտն է այն ամենից, ինչը նախապես ես որոշել էի։ Աստված օրհնի, տեսեք ինչպես է գալիս տուն իմ Կարենը եւ ինչպես ենք դիմավորում եւ ինչ մուտք ունի իր ամբողջ կյանքի համար իր նոր օջախը, նոր տունը։ Աստծո օրհնությամբ։ Այո, տնօրնեք, Աստծո օրհնություն մեր բակի, մեր տան, մեր երեխայի մուտքի նախաշեմին։ Մենք որոշել ենք, մեր ձակուկը, մեր Կարենչոն պետք է մուտք գործի իր տուն, իր օջախ միայն Աստծո օրհնությամբ, աղոթքներով, մաքրելով բոլոր չարիքներին, վատ եւ բացասական էներգիաներին, ազատելով նմանատիպ մարդկանցից մեր կյանքը, մեր տունը, մեր օջախը։ Տնօրնեք խնկարկություն աղոթքներ մեր տանը, որտեղ քահանան աղոթում է մեր տան հացը, ջուրը, աղը եւ հնչում է տերունական աղոթքը, հայր մերը։ Iisus Hristos, amen. Հայր մեր, որ երկին ձեզ, Սուրբ Երեցիան քո, եկես արքայություն քո, երեսին կամ քո, որպես երկինս եւ երկրի, հսած մեր հանապազոր, դուր մեզ այսօր, եւ թող մեզ պարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտաբանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այդ պրդյաս մեզի չարեր, Սիքոյ արքայություն եւ զորություն եւ փառքավետյանս ամեն, Եվս հարության ձեր առաջ ես դուրագեցունը որնյա, Օրհնություն եւ փառք հոր եւ որդվո եւ որդվոյն սրբո, այժմ եւ միշտ եւ ավետյանս ավետենից ամեն, աղոթյուն ամենեցուն, եւ ընթով դույթքում եւ գվածության վարում, Սրբո ավետարանիս Հիսուսի Քրիստոսի, որս Մատեոսի, մերո Հիսուսի Քրիստոսի, երկիր բագին նմա եւ ոման թերքվածած, Եվ այո, հենց այս պահից սկսած որևէ չարիքներ իր հոգեբանությամբ, մտածելակերպով, տեսակներով եւ էներգիայով գործ չունեն մեր կյանքում, մեր տանը, մեր Աստծով օրհնված սրբատեղիում, որը մեր տունն է, մեր օջախն է, եւ Աստծո օրհնությամբ թող չարը մարի հավերժ։ Zavus, Jurus, Jeftunas, Nagichkis ma, Serpesin, Satus, Zavus, Jurus, Օրհնություն եւ փառք հոր եւ որդվո եւ օգնոս եւ բնակիչ Իսմա Թող Աստծո այս օրհնությունը, լույսը ողջ կյանքում ուղեկցի քեզ, իմ փոքրիկ Կարեն։ եւ պատվական Խաչիկոյ Աղոթյան Բրգայրևելի եւ աներևույթ Տշնամբույն արժանավոր Յակոբյան փառավորել ուսկեզ ընթոր եւ սուրբ փոքրույթ այժմ եւ միշտ եւ դեր օրհնվես որ այսպիսի բալիկես դուս աշխարհ բերել դեր օրհնվես Աստված օրհնեց քեզ, տղաս, աղոթքներս տեղ հասավ։ Ապա օրհնություն մեր տան բոլոր անկյուններում, սենյակներում, Աստված օրհնի քեզ, տղաս, քո Կարենի, ծակուկիդ, քո սիրելի Կարինկայիդ հետ միասին, երջանիկ ընտանիք թող լինեք։ Եվ ապա արդեն մաքրված,
Օրնված պատերի ներքո մեր հրաշք ձագուկի եւ Կարինկայի մուտքը իրենց գեղեցիկ ձևավորված սենյակ։ Քեզ անհոգ մանկություն, խաղաղ կյանք, երջանիկ տարիներ եւ օրեր, իմ Կարեն Բալա, իմ հրաշք կյանք։ Թող Աստված օրհնի բոլորիս ընտանիքներին, երիտասարդներին, բալիկներին, զույգերին, սիրելի հետևորդներ, Աստված օրհնի բոլորիս։ Երբեմն գալիս են այնպիսի պահեր, անընդհատ մտածում եմ, վերլուծում եմ, միգուցե ոչինչ հենց այնպես չէ։ Կյանքում շատ բաների համար պետք է միգուցե հատուցես, որ հասնես որևէ կետի։ Իհարկե հատուցման տարբերակները բազմազան են, շատերի դեպքում ոչ այնքան տանջալից, ինչի միջով անցա ես, անցանք մենք իմ երեխաներիդ միասին, այ հիմա հասկանում եմ, հատուցումը սա էր։ Այսինքն ինչպես կարելի ենք ասել, քննություն էի հանձնում, անցա, շնորհակալ եմ Տեր Աստված, բայց մի փոքր չափից շատ դժվար էր, կարելի ասել դաժան էր։ Իսկ արդյունքը բնականաբար այս հրաշքը, որին ճիշտ ասած այնքան էլ չէի հավատում, որ նման բան կտեսնենք իմ կյանքում։ Չգիտեմ ինչու, չնայած գիտեմ։ Դա կթողնենք հետագայի թեմա։ Դե իհարկե, Կարենիս հայտնվելը մեր կյանք, Աստված օրհնի։ Այո, Նարեկս, տղաս, Կարինկաս, այս ամենը իրական է, թող չթվա այն ձեզ համար երազ։ Ասում եմ, այսպես մտածում եմ, մտորում եմ, խորում եմ, որտեղից եկանք, ուր հասանք, որ կետում եմ գտնվում, ու այս ընթացք բավականին լռություն է, ուր կորան, ինչ եղան, ուր անհետացան, ինչպես փախան մկների պես այս ու այն կողմ, լիքը անպիտան մարդիկ, ինչպես կարելի ասել ավել պակասներ, ցրվեցին, ցվրվեցին, քո կյանքից, քո ընտանիքի, քո երեխաների կյանքից, մինչև անգամ քո գրկից, քո ծոցից, քո մարմնից այսպես պոկվելով տիզերի պես ոչնչացվեցին, իհարկե, որը ես ժամանակին խոստացել էի։ Ոչնչացման տարբերակները շատ են, ես ճիշտ ուղի էի ընտրել։ Դեռևս կյանքը շարունակվում է։ Ոչինչ վերջացած չէ, ընդհակառակը։ Իմ ուժեղ, կամային եւ երիտասարդական հոգու ջիղով նոր եմ սկսում։ Ամենը դեռևս նոր է սկսվում։ Այն ինչը որ Աստծով է, թե կարող եք դիմացեք, ապրեք, դեռևս շատ եք հետևելու կողքերով, համացանցով, հետաքրքրությամբ, հարցուփորձով։ Մի որոշ զանգվածեր է կրկին մաքրվելու, մաղվելու, որպեսզի իմ տունը, իմ ընտանիքը, իմ կյանքը ազատվի չարիքներից, անգամ այն չարիքներից, որոնք թվում է թե գտնվում են քո կողքում, բայց ամենավտանգավորն են, քան օտարները։ Շնորհակալ եմ Տեր Աստված այս մաքրության համար։ Իհարկե, իմ համառությամբ, իմ պայքարով։ Այո, ես վրիժառու եմ, ես ոչինչ չեմ ներում։ Դե տեսակ, այն մի քանիսներ։ Այն ինչպես ասում են, տանը հայելի կա, չէ։ Հիմա եւ ամեն օր կանգնեք հայելու դիմաց։ Նայեք ձեզ էլ, նայեք մեզ էլ, այո, եւ ինձ էլ։ Եվ ամեն խոսքից կրկնում եմ, միայն Աստծո օրհնությամբ եւ Աստծո օգնությամբ։ Ու այսուհետև այս օրհնությունից հետո որևէ չարիք չի մտնելու այս օջախը։ Այս մուտքից, այս շեմից ներս, այս բակում, այս այգում, այս տանը։ Այո, առանց խղճի, խղճահարության, առանց մեկ վայրկյան ափսոսելու, ինչը որ անգամ թվացել է թե թանկ է քեզ համար, պետք է կտրել, պոկել, դեն նետել, մաքրազատել քեզ եւ քո ընտանիքը ամենից, ամեն չարիքներից։ Հե, չարիքներ, ինչպես եք։ Ցավոտա, չէ։ Դեռ ամենը նոր է սկսում։ Հա, իրականում մեկ հետարքի բան էլ ասեմ եւ անցնենք այդ դրվագները դիտելու, ինչի մասն է խոսքը։ Եկեք խոսենք լավ բանից։ Այս տարվա գարունը ինձ համար այնպիսի մի ճգնաղ է։ Գույները շատ, լույսերը ավելի վառվռուն եւ այս խոսքից տարբերակով տեսեք արևը իր լույսն է ճառագում։ Կարծես հենց այս պահին Աստծո լույսն է իջնում մեզ վրա։ Այո, դա այդպես է, շնորհակալ եմ Տեր Աստված։ Եվ սա է իմ խոսքի ասացի իրականությունն ու ապացույցը։ Աստծո լույսը մեզ վրա։ Աստծոց իջած պարգևը ամենը լուսավորել է իմ հոգում, իմ սրտում, բոլորիս կյանքում։ Եվ տեսեք ինչքան գեղեցիկ շքեղ գարանային այգի ունեմ, որը բերել է մեզ իր հետ միասին մեր հրաշք Կարենչո։
Գիտեմ, շատ հետաքրքիր է, հուզիչ է։ Ուշադրությամբ դիտում եք, հետևում եք մեր բլոգ տարբերակներին։ Հա, իմիջիայլոց, հիմա այստեղ մեկնաբանություններում շատերդ արդեն արագ կգրեք, բա ուր է 4-րդը, մինչև անգամ 5-րդը, խնդրում եմ մի փոքր սպասեք, աստիճանաբար, դերևս այն բավականին երկար ընթացք է ունենալու, այո, 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ այսպես շարունակ։ Հուսով եմ մի փոքր էլ կդիմանաք, կհամբերեք, կսպասեք, ավելի շատ հետաքրքիր կադրեր են գալու եւ այսպես կհանդիպենք վլոգ մաս 4-ում։